Ազգային ժողովի 8-րդ գումարման վերջին նստաշրջանը սկսվում է ոչ այնքան ջերմ մթնոլորտում։ Իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները միմյանց հասցեին սուր խոսքեր ու մեղադրանքներ են հնչեցնում։ Ազգային ժողովի Հայաստան խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը բարձրաձայնում է 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ իր դժգոհությունը։ Այս նստաշրջանում արձանագրելի է արդյոք, որ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը, որը ձևավորվել է ազգային ժողովի քաղաքական մեծամասնության կողմից, մենք ունենք մեր դիտողությունները, կարծիքները ներկայացրել ենք, այդ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվելու, չի ներկայացվելու ազգային ժողովին։ Ես կոչ եմ անում այդ զեկույցի մասին, 44-օրյա պատերազմի մասին շատ խոսացող պատգամավորներին, ընդդիմադիր պատգամավորներին գոնե ծանոթանալ։ Բացի ձեզանից եւ եւս մեկ հոգու որևիցե մեկը չի ծանոթացել։ Դուք դե ասում եմ մի հոգի, երկու հոգի է ծանոթացել։ Դուք գալիս եք ստեղ մեզ քննադատում եք, հարցազրույցներ եք տալիս, դրա մասին հարցեր եք տալիս, բայց չեք գնում ծանոթանալու։ Միևնույն ժամանակ ասում եք եկեք դահլիճում։ Մի քիչ կարծում եմ տրամաբանական չէ։ Գեղամ Մանուկյանն արձագանքում է։ Պարոն Սիմոնյան, չասեցի հրապարակային։ Հիմա համարենք այդ զեկույցը կա թե չկա, որովհետև քննիչ հանձնաժողովը, եթե ձևավորում է, եթե պատրաստում է զեկույց, այդ զեկույցը ներկայացում է ազգային ժողովին։ Հիմա փակ նիստում, չգիտեմ, այլ ձևով, բայց կանոնակարգը պահանջում է դա։ Մինչև հիմա քննիչ հանձնաժողովի զեկույց, որպես այդպիսին ներկայացված չի ազգային ժողովին։ Հիմա ծանոթանան թե չէ, երկու հոգին էլ բավական է, որ ծանոթանան։ Ալեն Սիմոնյանը հորդորում է թեմայի շուրջ շահարկումները դադարեցնել։ Հանձնաժողովի նիստերին ինչի չեք մասնակցել։ Այդ 44-օրյա հանձնաժողովի նիստերին ինչի ձեզանից ոչ մեկ չի մասնակցել։ Եթե այդքան կարևոր էր, եթե հիմա թմբկահարում եք, ասում եք ներկայացրեք, դա մասնակցեիք։ Բա ինչի չեք մասնակցել։ Հա, շատ կարևոր պատճառներ կային։ Ես ասել եմ, ես զարմանում եմ, հեսա ընտրական process-ի մեջ եք մտնելու, ընտրությունների մասնակցության ֆորմատ եք հայտարարում, իսկ ընտրությունների ֆորմատի ժամանակ, մասնակցության ֆորմատի ժամանակ ասել եք, որ դուք ազգային ժողովի նիստերի մի մեծ մասին նիստերի դահլիճ չեք եկել։ Ասելու եք, որ դուք հանձնաժողովներում ձեր ներկայացուցիչները չունեք եւ չեք մասնակցել, որ փոխնախագահի պաշտոնը ունեք, չեք մասնակցել։ Այսինքն գնալու եք մարդկանց ինչ ասեք, ասելու եք ընտրեք մեզ, որ մենք նորից նիստերի դահլիճ չգնանք։ Հայաստան խմբակցության մեկ այլ պատգամավոր Արթուր Խաչատրյանն է միանում քննարկմանը։ Ազգային ժողովի նախագահն ասում է գնացեք, ծանոթացեք։ Դա զեկույցի ներկայացման տեսակ է։ Ներկայացման ժամանակ նաև հարց ու պատասխան կա։ Աշոտին հարցնեմ, պարոն Սիմոնյան, առաջի բաժնի պետին, հա, իրան հարցնեմ այդ հարցերը։ Հենց այդ հարց ու պատասխանի ընթացքում նաև պարզ կդառնա, թե ինչի ընդդիմությունը հենց ի վերուստ բոյկոտեց այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելը, որովհետև գիտեինք ինչ էր լինելու։ Ում եք մրոտելու, ում եք լողացնելու, սպիտակացնելու եւ ներկայացնելու հունիսի 7-ին։ Արծվիկ Մինասյանը շարունակում է գործընկերոջ խոսքը։ Հոխորտում եք ընդդիմության վրա, ինչի չեք գնում ծանոթանալ։ Մեծ մասը ընդդիմության ապօրինի քրեական գործերի հարուսման տակ է, ներառյալ ես։ Այո։ Եվ ըստ օրենքի ես իրավունք չունեմ փաստորեն ծանոթանալու այդ զեկույցի։ Եվ նորից եմ կրկնում, ապօրինի քրեական հետապնդման ենթակա մեր գործընկերների մասով։ Հիմա դուք հոխորտում եք ում վրա, հոխորտացեք իրավապահ մարմինների վրա, որ նման ապօրինություններ չանեն։ Հոխորտացեք ձեր գործընկերների վրա, որ արհեստական թեմաներ են գեներացնում։ Հոխորտացեք Նիկոլ Փաշինյանի վրա, որ հարձակում է գործել Սահմանադրությամբ պաշտպանվող հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Հոխորտացեք այդ ուղղությամբ, ոչ թե ընդդիմության վրա։ Արձագանքում է քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Ժողովուրդը ձեզ ոչ միայն իրավունք է տվել, այլ նաև պարտավորեցրել է իր մանդատով, որ դուք գնաք ու խելոք աշխատեք։ Սահմանադրական դատարանի որոշումը դրա մասին է, որ դուք պիտի գաք ու խելոք աշխատեք ու ոչ թե գաք ասեք, այ եթե ԿՊ-ն մեր ուզած թեկնածուին չի ընտրում,
Ուրեմն մենք չենք խաղում, մենք գնդակը կվերցնենք, կգնանք, սա մանկապարտեզ չի։ Ընտրությունն է այնքանով, որ դուք առաջադրում եք տեխնացու, եւ մարդիկ գնում քվեարկում են այդ տեխնացուի մասին։ Եվ պարոն Սիմոնյանը, որ ասես դուք կուսական զարմանքով այդտեղից ասում եք, ով չէր ընտրում Իշխան Սաղաթելյանին։ Ամենաչընտրված փոխնախագահն է պատմության մեջ։ Չէր ընտրում, նաեւ չէր մասնակցում, չեք հիշում քվորումի հետ կապված ընտրության ձեր խմբակցությունից մարդիկ կային չէին գալիս մասնակցում։ Մենք էինք խնդրում, ասում ենք, այ Ժորժ ջան, եկեք գործի։ Նախարար Ժաննա Անդրեասյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացնում զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, ըստ որի աշխարհի լավագույն բուհերն ավարտած տղաները 3 տարի կաշխատեն Հայաստանում եւ կազատվեն բանակից։ 2018 թվականից ներդրվել է տարկետման հատուկ կարգ, որով տարկետում են ստանում մեր այն քաղաքացիները, որոնք ուսումնառություն են անցկացնում Շանհայի վարկանիշավորման առաջին 50-յակում գտնվող բուհերից որևէ մեկում։ Եւ մենք այսօր ունենք իրավիճակ, որ մեր ավելի քան 600 քաղաքացիներ օգտվել են տարկետման այս իրավունքից եւ նրանցից 570-ը դեռևս շարունակում է իր ուսումնառությունը։ Միևնույն ժամանակ ուսումնասիրելով, թե ինչ է տեղի ունենում այն քաղաքացիների հետ, որոնք արդեն իսկ ավարտել են իրենց ուսումնառությունը, մենք տեսնում ենք, որ իրականում այն կապիտալը, որը զարգանում է, այսինքն այդ հեղինակավոր բուհերում ուսումնառության արդյունքում ձևավորվող գիտելիքն ու հմտությունները իրականում չի վերադառնում Հայաստանի Հանրապետություն եւ չի ծառայում այստեղ ոչ հանրային, ոչ տնտեսական զարգացման օրակարգին։ Անդրեասյանի խոսքով այս կարգավորման հիմքում դրված է մի պարզ տրամաբանություն, որ այն քաղաքացիները, որոնք արդեն իսկ ուսումնառության հնարավորություն են ստացել աշխարհի հեղինակավոր բուհերում, ունենան բավարար մոտիվացիոն գործիքակազմ վերադառնալու եւ իրենց գիտելիքներն ու հմտությունները մեր երկրին ի նպաստ ծառայեցնելու։ Այսպիսով մենք մի կողմից կապահովենք, որպեսզի նրանց վերադարձը անպայմանորեն տեղի ունենա, մյուս կողմից կառավարության արդեն իսկ ենթաօրենսդրական ակտի շրջանակներում տրված կարգավորումներով կուղղորդենք նրանց գիտելիքի ու հմտությունների կիրառումը հենց այն ոլորտներում, որի կարիքը առավելապես ունենք։ Երկրորդ ընթերցմամբ խորհրդարանը քննարկել է նաև Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր եւ այդ օրը սահմանել ոչ աշխատանքային։ Հասմիկ Ֆարադյան, Արմալուր։